Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Արև ձեզ արգելի երեստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պայն ես զրուցելու եմ ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է, շնորհակալ եմ պարոն Դանիելյան ընդունելու համար։ Այս օրին ամենաակտիվ քննարկվող հարցը Նիկոլ Փաշինյանի եւ իր չփաստաթղթավորված կնոջ կողմից կաթողիկոսի եկեղեցու նկատմամբ այս շարունակական հարձակումներն են։ Իհարկե մի տեսակետ կա, որ ասում են եկեք անտեսենք, չմտնենք այդ քննարկման դաշտ, մյուս կողմից մարդը պետության ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում, բախտի բերմամբ թե պատահմամբ եւ եթե անգամ մենք չքննարկենք, այդ թեմաները քննարկվելու են եւ աշխարհում արձանագրվելու են, մարդիկ տեսնելու են, որ այս ամեն ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Մենք լսեցինք նաեւ հոգևոր խորհրդի հայտարարությունը, ծանոթացանք դրան, որ բավական կշռադատված, շատ այսպես կոշտ, նաև գնահատականներով հայտարարություն էր։ Այնուամենայնիվ Փաշինյանը շարունակում է այդ հարձակումները, հա։ Ինչ նպատակ եք տեսնում դրա տակ, ասում են ուզում է եկեղեցին կազմաքանդել, ասում են իր ուզած մարդուն է ուզում կաթողիկոս դարձնել, որտեղ է ճշմարտությունը հնարավոր։ Ճշմարտությունը մի ճշմարտություն չկա, մի քանի տարբերակներ կա եւ բոլորն էլ իրավունք ունեն գոյության, այդ առաջի տարբերակը այն է, որ ինքը հստակ նաեւ իր կառավարման շրջանում հստակ իր արժեվ նպատակ է դրել հայ-առաքելական Սուրբ եկեղեցին հեղինակազրկելու ամբողջ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Հիշեցնեմ, որ հայ-առաքելական Սուրբ եկեղեցու դերն ու նշանակությունը անգնահատելի է Հայաստանում, բայց աշխարհով մեկ լիդերների մակարդակով ընդունում են, թե օրինակ երկու, այսպես ասած, վեհապարներին էլ Կիլիկիայի գիտեք Արամ առաջինին եւ նորին Սուրբ Պոտությանը եւ սա կոնկրետ այդ ինստիտուտը քանդելու է։ Երկրորդը ինքը նպատակ ունի այս վերջին ինստիտուտը, որ կա էլի իր մարդով լրացնելու, այսինքն ես դրա մասին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ եմ իրեն ասել, որ մի քիչ անցնի դու արդեն փորձելու ես կաթողիկոսի պարտականություններն էլ կատարես կամ ԿՊԱ-ներից մեկին կարգես կաթողիկոս, կարող է ծիծաղելի թվի, բայց այս մարդը այդտենց բաների վրով չի անցել, էլի։ Եվ ի վերջո ինքը զգում է, որ հայ-առաքելական Սուրբ եկեղեցին կարևոր դերակատարություն կարող է ստանձնել պրոցեսների մեջ, այսինքն հայ-առաքելական Սուրբ եկեղեցին նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո, նոր այս ջերմացումից հետո, հայ-ադրբեջանական ջերմացումից հետո, երբ որ իրենք արդեն պայմանավորվածություններ ունեն Հայաստանը սարքել թուրքական վիլայետ, ինքը կարող է այդ ընթացքում շատ կարևոր դերակատարություն ի վերջո եկեղեցին, ես չեմ կարծում, որ կուլ կգնա այս ամեն ինչին։ Եվ սա նաև այդ նպատակին է ծառայում։ Հիմա քանի որ խոսեցիք հարաբերությունների ջերմացումից Փաշինյանի եւ ադրբեջանցիների, հա, Ալիևը շարունակում է պահանջներ հնչեցնել, Հայաստանը շարունակում է իշխանության մակարդակով հայտարարել, որ այդ պահանջները իրենք պատրաստ են անել եւ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք որևէ խնդիր չեն տեսնում ադրբեջանցիների վերադարձի մասով, փոխարենը որևէ կերպ չեն բարձրացնում արցախցիների վերադարձի հարցը, հա, մյուս կողմից Արցախի մասով էլ դեռ զարգացումներ կան այստեղ ներքին դրա մասին դեռ կխոսենք։ Հիմա անընդհատ այս պլանները, որ իրագործվում են, կա մտահոգություն, որ մենք որպես հասարակություն եւ ընդդիմությունը որպես քաղաքական կառույցներ, հա, մարմիններ, առաջնորդներ իզորու չեն կանգնեցնելու այս գործընթացը, ադրբեջանցիների վերաբնակեցում, ես չգիտեմ էլ ճիշտ է այդ տերմինը օգտագործել, թե չէ վերաբնակեցում, որտեղ մարդիկ իրենց կամքով թողել գնացել են այստեղից, որ մեկի հետ ադրբեջանցիների վերաբնակեցում չի, դա Հայաստանի թուրքացումն է։ Փաստացի Հայաստանի թուրքացման ծրագիր է գնում, ադրբեջանականացման, թուրքացման կապ չունի դրանք
ծրագիրը հասկացանք, պոտենցիալ կա այդ ծրագրի դեմն առնելու, որովհետև մինչև այս ես ընդ որում միայն ընդդիմությանը չեմ մեղադրում, մեզ նաև որպես հասարակություն, հա, հասարակության այն հատվածը մեծամասնությունը, որը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքականություն։ Արդյոք կա պոտենցիալ, արդյոք չկա մտահոգություն, որ գուցե այս ծրագրի դեմն էլ չկարողանանք առնել։ Դե տեսեք, հիմա ինքը ումա թիրախավորում եկեղեցուն, ազգային կուսակցություններին, այն անհատներին, որոնք որ իրենցից ուժ են ներկայացնում, հզոր անհատներ են եւ կարող են հասարակությունը մոբիլիզացնել, որևէ մի կերպ գործարքի չեն գնում Նիկոլ Փաշինյանի հետ եւ արմատական ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանին։ Այդ մարդկանց դեմ կատաղի պայքար է գնում։ Որոշ մարդկանց հետ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը գնա համաձայնության, որոշների հետ եկել է համաձայնության, խնդիր չկա։ Այդ առումով շատերը պատրաստ են Նիկոլ Փաշինյանի հետ հաշտության, այսպես համաձայնագիր կնքել եւ հարմարվել այս խաղի կանոններին, բայց կրկնում եմ, դուք ուշադիր հետևեք, տեսեք թիրախը ով է հանդիսանում եւ ըստ այդմ էլ նաեւ կհասկանանք թե ինչ է կատարում Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ նպատակ ունի իշխանությունը։ Ես կարծում եմ պատասխանելով ձեր հարցին, պատասխանում եմ, որ այո, հնարավորություն կա, բայց դրա համար պիտի հետևյալը լինի, ես մի քանի օր առաջ եմ դրա մասին ասել, պետք է կուսակցական դրոշները խոնարհել, եկեղեցու զանգերը հնչեցնել եւ դուրս գալ պայքարի առաջնորդություն ստանձնելով, այսինքն մենք պիտի դա անենք, մի օր դա լինելու է, մի օր հետո, 2 օր հետո, 3 օր հետո, մի շաբաթ հետո, այդ անխուսափելի է, այդ ճակատամարտը պիտի տեղի ունենա, որովհետև դա այլևս անխուսափելի է դա։ Պարոն Դանելյան, կարող է ասել եկեղեցու զանգերը հնչեցնել, Գերագույն հոգևոր խորհրդի այդ քննարկումների օրն էլ, հա, մենք կոնկրետ շրջանակներ էինք տեսնում, որոնց խոսքում կար նաև մեղադրական տոնանուց, այ կաթողիկոսը եկեղեցին պիտի դուրս գան փողոց, չգիտեմ, կոչ անեն, արդյոք հասարակությունը պիտի սպասի կաթողիկոսը ասի ինչ անեն, ինչու եմ սա ասում, որովհետև դա իմ մոտ տպավորություն է, որ հասարակությունը կամ քաղաքական որոշ շրջանակներ ավելի շատ ուզում են պատասխանատվությունը թողնել կաթողիկոսի եւ եկեղեցու վրա, որովհետև եթե անելիք կա, ապա դա պիտի արվի։ Տեսեք, ճիշտ եք ասում, պարտադիր չի, որ կաթողիկոսը դրա մասին ասի, բայց պարտադիր է, որ յուրաքանչյուր հոգևորական հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը հեռու չի այն օրը, որ մի օր կարող է մտնի եկեղեցի եւ փորձի այդ եկեղեցիները, Հայաստանի Հանրապետության եկեղեցիները, օրինակ, կապարակնքել, ուրեմն օրենքից դուրս դասել եկեղեցին, կարող է մի օր, օրինակ, այդ տեխնոլոգիաներով, որ կա AI-ով, արհեստական ինտելեկտով տեսանյութեր պատրաստի եւ այդ տեսանյութերի, այսպես ասած, հերոսները ճակերտավոր լինեն հոգեվորականները։ Այսինքն այս մարդը իր խոսույցից նաեւ այդ հետեւյալ եզրահանգումն է գրում, որ պատրաստ է գնալ իրեն կարմիր գծեր չունի եւ այլ եւ այլ։ Արդյոք պետք է հասնի այն վիճակին, որ արդեն բանը բանից տա անցնի, երբ որ հասկանան, որ այլևս մենք այս կներեք այս կղանքի մեջ ենք։ Ես կարծում եմ, որ ոչ, պետք է այդ օրվան չհասնի։ Եվ օրինակներ կան, չէ՞, օրինակ Բագրատ Սրբազանը ասել է առաջնային ինձ համար երկիրն է, պետությունն է, այս իրավիճակից դուրս գալն է։ Իրանք կոմֆորտ զոնայից դուրս է եկել, գիտեք, Տաուշի թեմի առաջնորդ էր, այդքան զրկանքներ կրել, այդքան հալածանքներ կրել, բայց մարդը ասել է, չէ, եթե այս իրավիճակում ենք, ես պիտի դուրս գամ եւ պայքարեմ։ Եվ կարծում եմ, որ ոչ թե հիմա իշխանություն, ընդդիմություն, դասական կռիվ է, ասենց ասած, այլ ազգային ազատագրական, հենց որ մենք հասկանանք, որ ազգային ազատագրական խնդիր է եւ գործ ունենք ճշնամական ռեժիմի հետ, որ որևէ կարմիր գիծ չունի, տուն մտնելու, ընտանիք էսել, իմիջիալոց այսօր էլ Աստվածաշնչից է մեջ բերում, որ մի դատիր, որ չդատվես, այսինքն այդ բումերանգի էֆեկտով իրան չի խփելու, եթե ինքը մտնում է սրան նրա եւ բաներ իրան չեն բանանելու, իրան չեն կպնելու։ Դե, եթե լսում ենք կնոջ, ասում է դուք մտել եք մեր տուն, դրա համար մենք ձեր տուն ենք։ Իսկ միջև այդ իրանք ինչքան մարդկանց տներ են մտել։ 18 թվականից հետո ինչքան մարդկանց եւ դրանից առաջ թերթի խմբագիր եղած ժամանակ, падգամավոր եղած ժամանակ, վարչապետ եղած ժամանակ, քանի մարդկանց ընտանիքներ են մտել։
Ընդ որում պարոն Դանելյան, սրանք խոսում են մանկապարտությունից, որը քրեական հանցագործություն է, Աննա Հակոբյանն է դրա մասին խոսում, հա։ Մենք մեր թողարկումներից մեկի ժամանակ ցույց ենք տվել կոնկրետ երկու դեպք, անուն ազգանուններով, փաստերով, դատավարական գործի համարով մի պարագայում մանկապարտության մեջ մեղադրված անձը, որը 6-ամյա տղայի նկատմամբ մանկապարտություն է իրականացրել, Մարիամ Փաշինյանի մտերիմներ եւ 2018-ին նրանք իրար միասին խմբով այլ մարդկանց հետ միասին այցելում էին կարծեմ մարզային մանկական հաստատություններ իբրև թե բարեգործական նպատակներով եւ այդ մարդը իմ ունեցած տեղեկություններով կարողացել է փախնել, հեռանալ Հայաստանից, այստեղ հետաքրքիր է Մարիամ Փաշինյանի այդ մտերմությունը օգնել է թե խանգարել է որ ինքը Հայաստանից հեռանա։ Մյուս դեպքը, որը իրենք կարող էին դա եկեղեցուն հետ փոխկապակցել, բայց իրականում եկեղեցու հետ կապ չունի, Ամբերտ ամրոցի տեսուչի մասին է խոսքը, այդ Ամբերտ ամրոցը չնայած այո առաքելական եկեղեցի է գտնում տարածքում, բայց կրթության նախարարության ենթակայության տակ է գտնում ՊՕԱԿ է, հա, պետական տեսուչը էլի մանկապարտության մեջ էր մեղադրվում, մենք դատախազությունից ստացել ենք մեր հարցման համապատասխան մեղադրանքը, որ 16-ամյա տղայի նկատմամբ անառակաբար գործողություններ արել, այդ մարդն էլ իմ ունեցած տեղեկություններով ազատության մեջ է, օգտվելով ԿՊԱ-ականների հովանավորությունից։ Հիմա հոգևորականների մասին, վերացական մանկապարտության ինչ-որ մեղադրանքների մասին կոնկրետ դեպքեր եմ նշել, որից հետո Աննա Հակոբյանը հարցակում գործեց ինձ վրա, բայց սա ինչ է ցույց տալու, որ փաստերից իրենք նեղում են, իրենք փաստեր չունեն։ Հիմա արդյոք դուք որպես падգամավոր պատրաստվում եք Աննա Հակոբյանի հարցը բարձրացնել իրավաբանների առաջ, որ գնա այս կինը մանկապարտության մասին փաստեր ունի, խնդրեմ գնացեք կանչեք։ Ես հրապարակային ասել եմ եւ նորից էլի պնդում եմ, որ եթե ցանկացած մեկը ունի տվյալներ, որ կապ չունի հոգևորական, թե այլ աշխարհիկ նման բան արել է, դա այլ հանցագործության մասին հաղորդում չտալը եւ այդ գործին ընթացք չտալը նույնն է ինչպես ոնց որ հովանավոր, այսինքն դու եթե այդ հանցանքի մասին չես տեղեկացնում, չես ասում, դուրս է գալի որ դու գիտես հանցանքը արած եւ հովանավորում ես այդ հանցանքը։ Հիմա քննչական կոմիտեն պիտի Աննա Հակոբյանին կանչի հարցեր տա։ Դե իհարկե, եթե ասում ես, եթե ես ասեմ, որ այս մարդը կամ ես տեղեկություններ գիտեմ կամ բան ու չեմ ասում, դա ասենք եթե հիմա մենք հրապարակային ասենք որ ԿՊ-ի վերնախավում կան բազմաթիվ մանկապարտությամբ զբաղվողներ, մեզ կկանչեն քննչական, ասեն տուր անուններ, մենք այդպես բան չենք ասում հիմա։ Եվ այստեղ կարևոր է արձանագրել, որ եթե քննչականը դրանով չի զբաղվում, այդ հանցագործության շարունակությունը արդեն այդ իրապահ մարմիններն են իրագործում։ Պետք է ասի, երբանից գիտի, ինչա թաքցրել, ինչու այսքան ժամանակ, որտեղա տեսել, եւ այլն։ Այո, ես էլ միանում եմ ձեր ոչին, դիմում եմ իրապահներին, որովհետև եթե չզբաղվեն իրենք դրանով, նշանակում է իրապահներն էլ մանկապարտության դեպքեր են կոծկում։ Այո։ Պետք է քանդել այդ իրապահ կառույցը, որովհետև մենք կարող ենք ենթադրել, որ կա հովանավորչություն, այսինքն կամ դու գիտես չես ասում, այո, կամ չգիտես զրպարտում ես։ Երկու դեպքում էլ քրեական ես երրորդ տարբերակ չգիտեմ, եթե երրորդ տարբերակ գիտեք ասեք։ Ընդ որում սուտ մատնության համար էլ քրեական պատասխանատվություն է ենթադրվում, որովհետև եթե դու որևէ մեկին մեղադրում ես քրեական հանցագործության մեջ ինքը չի արել, դա սուտ մատնություն է։ Աննա Հակոբյանը դուք հիմա լուբոյ ռասկլադում պիտի քննչական հրավիրվի։ Հիմա դուք հիմա ասեցիք կոնկրետ անուն ազգանունով, դեպքով, փաստով եւ դրատական փաստական հիմքեր։ Դատական գործի համար է գանք հրապարակում։ Դատական գործի համարներ կա, բայց եթե դուք այդքան չասեիք ու ասեիք, ես օրինակ այդ նույն հարցը ձեզ կտամ։ Իհարկե, որովհետև շատ ծանր մեղադրանք է, այդպես մենք համաձայն եմ ձեզ մեղադրանքներում պետք է շռայլ չլինենք։ Դե իմ ասածն էլ հենց այդ է, հարցը կապ չունի անձը ով է, նա մանավանդ որ դու որոշակի կարգավիճակ ունես։ Դա շատ ավելի, ուրեմն շատ ավելի կարևոր է, էլի, որ այդ ընթացք տրվի այդ գործերին։ Հիմա լավ, գանք ներքաղաքական որոշ հարցերի։ Ընտրություններին շատ չի մնացել 2026 թվականի։ Եվ բնական է, որ ընդդիմության դաշտում վերադասավորումներ կամ վերախմբավորումներ պիտի տեղի ունենան, հա։ Դուք Հայաստան դաշինքի մաս եք կազմում, դաշնակցությունը երկարամյա կուսակցությունը բոլոր ընտրություններին կարծեմ մասնակցել եք։ Եվ վստահաբար այս ընտրական process-ն էլ բաց չեք թողնի։ Հիմա
Պարզ է, քաղաքական գործիչները սիրում են միշտ ասել, որ դե կթողնենք ընտրական process-ը կգա, հիմա մենք փողոցային, քննարկում ենք իշխանությունից ազատման տարբերակներ, խնդրում եմ այդ պատասխանը չտաք։ Դրա համար այդ պատասխանը մենք գիտենք։ Հիմա արդյոք քննարկում ենք ինչ ֆորմատով եք մասնակցելու ընտրություններին։ Մենք Ցանկացած ընտրության, դա կլինի արտահերթ կամ հերթական։ այդ քննարկումներն ու այդ որոշումները որոշվում են դաշնակցական գերագույն ժողովներում, այսինքն ժողովարական ընթացքում որոշում ֆորմատ եւ քննարկումների եւ այսինքն դաշնակցությունը կուսակցությունը չի որ միանձնա որևէ մեկ այդ որոշումները կկայացնի։ Բայց հիմա չեն քննարկում այդ հարցերը։ Այս պահին չէ, բայց առաջիկայում այդ քննարկումները կարծում կլինի։ Իսկ դուք որպես քաղաքական գործիչ թիմի մարդ ինչպես եք տեսնում ձեր անհատական տեսակետը։ Իմ անձնական կարծիքը հետեւյալն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ հնարավորինս կոնսոլիդացված մեծ ճակատով եւ ավելի մեծ ֆորմատներով հանդես գալու ես դրա կողմնակիցն եմ։ Այսինքն դաշինքային գաղափար։ Տեսնում եք դրա հնարավորությունը։ Իհարկե տեսնում եմ կա դրա հնարավորությունը եւ ավելին ասեմ Նիկոլ Փաշինյանին կապ փողոցային պայքար կլինի, ընտրական process-ներ կլինի։ Գիտեք ինչի համար մեզ ընտրական process-ներն ու փողոցայինը հիմա քիչ առաջ դուք ասիք, բայց ես ուզում եմ ավելի կոնկրետացնեմ, էլի։ Նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ էլ խեղաթյուրվեց նախագահի միտքը։ Միտքը հետեւյալն էր։ Մենք բոլորը գիտեն, որ process-ներին ակտիվ դերակատար ենք, համեստորեն եմ ասում ակտիվ դերակատար ենք։ Հայաստան դաշինքը ծանրակշիռ մասնակցություն բոլոր հանգամանքներում ունեցել է, եթե ոչ առաջամարտիկի դերն է ստանձնել։ Ասել ենք, եթե այս ընթացքում մի տարվա չլինեն process-ներ, այսինքն չկարողանանք process-ների արդյունքում Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, միակ տարբերակ մնելու ընտրությունների տարբերակը։ Էս ասել նախագահ։ Փորձեցին նենգափոխել, Դե պարոն Դանիելյան, եթե նկատեցիք, ես չուզեցա հարցել տալ այդ նենգափոխությունների վերաբերյալ, ինչու եմ ասում, որովհետև ես իքս որպես դաշտ ուսումնասիրող լրագրող շատ լավ տեսնում եմ, որ գրեթե նույն միտքը կամ ավելի վառ գունավորված հայտարարեց Արտուր Վանեսյան, որևէ նման արձագանք եւ մանիպուլյացիա չեղավ այդ մարդու նկատմամբ։ Դե լավ է որ չեղավ, այնպես չի որ ուզում եմ որ Վանեսյանի նկատմամբ լինի, բայց ակնհայտ էր որ ուղղորդվածություն կար ձեր դեմ, այնպես որ ես դրա մասին չեմ էլ ուզում հարց տալ, լա անիմաստ։ Իհարկե, եւ դա տրամաբանական է եւ այն միտքը որ գիտեք ինչ կա, մենք չմասնակցենք ընտրություններին, այդ ընտրությունները լեգիտիմ չի լինելու հիմարություն է։ Այդ Հայաստան դաշինքը չմասնակցեց։ Լավ, էլի 5 ուժել չմասնակցեց։ Ինչա լեգիտիմ չեն լինելու ընտրությունը։ Որևէ մի եվրոպական երկիր կամ աշխարհում որևէ մի երկիր ասելու է, բայց այս դաշնակցությունը կամ այսեն կուսակցությունը չմասնակցեց կամ դաշինքը չմասնակցեց, ուրեմն վերջ այդ ընտրությունները չեղարկում են։ Հիմարություն է, չէ՞։ Իհարկե։ 25 ուժ է նախորդ ընտրությունները, եթե չեմ սխալվում մասնակցել։ 20 ուժ կմասնակցի։ 20-ը կմասնակցի, հետո ինչ։ Դու չես լինեն մեկը կլինի։ Չէ կամ 140 կուսակցություն կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ուրիշ Այդ 140-ի մեծ մասին կարծում փող առաջարկի 60 կուսակցություն էլ կմասնակցի։ Ուրիշ բան է որ բանը չհասնի դրան։ Եվ ես չեմ ուզում շատ փակագծերված էր։ Ես բոլոր շարժումների ժամանակ փառք ասում եմ լավ հիշողություն, չեմ ուզում մարդկանց անուններ տալ, որոնք որ ամեն շարժումի ժամանակ գալիս են ասում հնարավոր չի ժողովուրդը Ձեր եթերներ արտադրություններից մեկում դուք ասացիք որ դուք կինո-Ռոսիայի հատվածի ճանապարհի փակման պատասխան ասացիք որ բան կրկեսի մոտ փակողներին դեռ մանեք գալիս չեն գտել դեռ չեկան այդպես չկան չեն գտնել ու գիտես ինչ կա այդ մարդիկ հավակնություններ ունեն այդ մարդիկ մեծ խոսում են այդ բայց որ ասես ընկեր հələ process անելու Քանի մարդ կարաս փողոց հանես։ Կարաս միտեղ այդ մարդկանց հավաքես, գանք մենք հերվից տեսնենք, էլի մի 2 կիլոմետրի սպանից տեսնենք։ Գոնե տեսնենք, գոնե մի հատ վիդեո անես կամ չգիտեմ ինչ անես։ Ախր գիտեք ինչ կա, մարդկանց խոսքն ու գործը իրար չի համապատասխանում էլ։ Եվ ես հենց իրանցի շարժման ժամանակ շատ քաղաքական գործիչներ ես ոչ թե ուզում եմ մեղադրական բանով ասել, բայց ուզում եմ ասել, որ հիմա որ մեծ խոսում են, այն ժամանակ ասեն process չի կարող լինի, բան, իզուր եք դուրս գալիս, այնգեր ինչ գործ ունեք, ավել հարվածների տակ եք ընկնելու, սենց եք անում այնց։ Ասենք չէ, բա ոնց էս տավուշում այս process-ները տեղի ունեն, մենք հանգիստ նստենք։ Այսինքն մենք անկեղծ ենք դուրս եկել եւ բանով ենք դուրս եկել հավատքով եւ հույսով որ կարող եք սրանց հեռացնել։ Բայց ինչ վերաբերվում է ամփոփեմ խոսքս ընտրություններին, ես համոզված եմ այդ որ ասում են ընտրություններից խոսում եք բան եք անում, իրանք մի ամենաակտիվը ընտրություններին պատրաստվում են։ Այո։
Վստահ եմ նկատել եք նաև ձեր դաշինքին ամենաշատ քննադատողներից մեկն եմ, բայց ես համաձայն չեմ անարդար քննադատությանը, մանիպուլյացիաներին, այսինքն իրականում այո, իմ մոտ էսպեսի համոզմունք կա, որ ես վստահ եմ, որ դուք անկեղծ եք ձեր գործողություններում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, այլ բան որ չի ստացվել։ Չստացվելու պատճառներ կարելի է քննարկել։ Ինչի չստացվեց, որտեղ սխալվեց ընդդիմությունը կամ այդ սխալը ինչից էր բխում, հա։ Սա դրանք տարբեր ուրիշ քննարկումներ։ Ամեն դեպքում մեղավորը ժողովուրդը չի։ Մեղավորը մենք էլ ենք, որ ոչ թե չենք ուզեցել հեռացնել, կարող բավարար ջանքեր չեն գործած։ Ես չեմ ասում թե մենք փայլուն աշխատում կարող իրավիճակը ճիշտ չի գնահատվել, տարբեր պատճառներ։ Միտեղ սխալվում ենք, միտեղ սխալ հաշվարկ ենք անում, միտեղ քիչ ենք աշխատում, օպտի ավելի շատ աշխատենք։ Այնպես չի որ ես կամ իմ գործընկերը փայլուն աշխատանք են կատարում եւ այն որ ասում քննադատ որևէ մեկը մեզ չի կարող քննադատել։ Բայց մենք ամեն մի բան փորձում ենք օգտագործել կառավարության հարցոպատասխանից սկսած մինչեւ տարբեր ուրեմն իրադարձություններ, որ կարողանանք ցույց տանք մեր հայրենակիցներին, որ այս մարդը որտեղ է տանում, ինչ է անում, կռիվ ենք տալիս, այսինքն ուզում եմ ասել, այդ աշխատանքը տարվում է, էլի, ինձ չի որ բան չի արվում։ Բայց ես մի բան եմ նկատել, որ այսօր թիրախում հայտնվել է երկրորդ նախագահը եւ Հայաստան դաշինքը տարբեր տեղերից հարվածում են ու շատ ժամանակ գոտկատեղից ներքև, որը ինձ համար անթույլատրելի է։ Ինձ համար անթույլատրելի է։ Այսինքն Սպորտաձևեր կան, պախվի շփոթներ ունեն, դուք կարող եք դրանցից հագնել։ Այսինքն գիտեք ինչ բաներ կա, որ չի կարելի այդ սահմաններն անցնել։ Որևէ մեկին չի կարելի այդ սահմաններն անցնել։ Դե թե սահմանները անցնում ես, վաղը մյուս օր փողոցում, ուրիշ մի միջավայրում մարդուն տեսնելու ես, չէ՞, պետք է գլուխը կաղ չգցես։ Կարողանաս աչքերի մեջ շիտակ նայել։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Դանելյան, ինչպես միշտ անկեղծ շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Ես շեշտեմ զրուցում էի ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանելյանից, տեսություն կհանդիպենք։